Ընդամենը մի քանի ժամից Զվարթնոց օդակայանում վայրէջք կկատարի Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր պատվիրակության օդանավը։ Սերգեյ Լավրովի այս այցը փորձագետները անվանում են ամենասպասվածը, հաշվի առնելով Ռուսաստանի դերը Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում։ Դա նախատեսված է եղել 2 ամիս առաջ։ Կհնչեցնի արդյոք Ռուսաստանի արտգործնախարարը Ղարաբաղյան խնդրի լուծման նոր բանաձևեր դեռ հայտնի չէ, բայց հայտնի է Լավրովի Երևանյան այցի օրակարգը։ Ռուսաստանի արտգործնախարարին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը։ Ապրիլի 22-ին կկայանան նաև Լավրով-Նալբանդյան երկկողմ բանակցությունները։ Կարծում եմ նաև քննարկումներ կլինի այդ դեպքերի հետ կապված ապրիլյան եւ նաև Ղարաբաղի հետ կապված խնդիրներ կքննարկվեն։ Այն ժամանակ արդյոք երկրի նախագահը կամ արտգործնախարարը կներկայացնեն հանրության այդ արդյունքը քննարկումների։ Գործադիր մարմնի այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարժ Քոչարյանը հաստատեց, որ Լավրովը Երևանում քննարկելու է նաև ադրբեջանական ագրեսիայի խնդիրը։ Բնական է չի կարող շրջանցվել, այն էլ այս վերջի ադրբեջանի ագրեսիայից հետո իրավիճակը կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ։ Ադրբեջանական կողմը շարունակում է խախտել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը։ Շավարժ Քոչարյանը նշեց, որ բանակցությունների հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։ Բանակցությունը պետք է ընթանա հաշվի առնելով երկու հանգամանք։ Առաջինը պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, որովհետև երբ որ կրակում են անհնարին է բանակցել, այսինքն պետք է հաստատվի, այդ հստակ լինի զինադադարը պետք է պահպանվի եւ հաջորդը պետք է հաշվի առնել, որ գործում ենք մի սուբյեկտի հետ, որը ի հակառակ իր իսկ միջազգային պարտավորության, իսկ եռակողմ համաձայնագրել է միջազգային պարտավորությունները կարող է խախտել։ Այն, ինչ առաջարկել են համանախագահները, հայկական կողմի երազանքը չի եղել, բայց դրա հիմքում ընկած են փոխզիջումային տարբերակներ, ընդգծեց Շավարժ Քոչարյանը։ Լիլիթ Ասլանյան, Նաիրի Մուրադյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։